Ընդհանրապես Ղարաբաղի հարցի լուծման 5 տարբերակ գոյություն ունի։ 5 տարբերակ։ Առաջինը ստատուս քվոյի պահպանումն է, այսինքն այն վիճակը, որ այսօր գոյություն ունի, դրա հավիտենական պահպանումը։ Երկրորդը Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից միայն Ղարաբաղի անկախության պահանջումն է կամ Ղարաբաղի միացումը Հայաստանին, որպես վերջնագիր ամբողջ աշխարհին, ասենք ներկայացվում է նման վերջնագիր, ասում է միայն այս լուծումը եւ ուրիշ ոչինչ։ Այս դեպքում իհարկե Ղարաբաղը պատրաստ կլինի վերադարձնել գրավված տարածքները եւ այլն եւ այլն։ Երրորդ տարբերակը պատերազմն է։ Եթե Ղարաբաղը ի վիճակի է ծնկի բերել Ադրբեջանին։ Իսկն կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանը։ Դուք դատեք այս տարբերակների իրական լինել թե չլինելը։ Ես խոսեմ հետո դրանից հետո ավելի իրական տարբերակների մասին։ Դուք դատեք։ Նախ ստատուս քվոյի պահպանումը։ Ինչպես եք դա պատկերացնում, ես արդեն ասացի Հայաստանի համար դժվարությունները, շրջափակումը, դրան պիտի գումարել միջազգային հանրությունը, ինչը միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 տարի կամ 30 տարի պահպանվի այս վիճակը, սա բացառված է։ Սա բացառված է եւ միջազգային հանրությունը կգտնի ձևեր, միջոցներ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այնինչ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել։ Այդպես եղավ։ Մենք դա մեր աչքի առաջ եղավ Բոսնիայում։ Եթե Բոսնիայի սերբերը 1 տարի առաջ համաձայնեին այն լուծմանը, որ նրանց առաջարկվում էր, այսօր նրանք շատ ավելի լավ վիճակում կլինեին, 1 եւ երկրորդ, չխոսած մարդկային զոհերի մասին այդ 1 տարվա ընթացքում ինչքան զոհեր տվեցին, եւ երկրորդ կպահպանվեր Խորվաթիայում սերբական կրայինան, ամեն ինչ կորցրին։ Ուրեմն ստատուս քվոն ես չեմ գտնում, որ ռեալ է պահպանել։ Գուցե կարելի է, չգիտեմ, համառել, կես տարի էլ, 1 տարի էլ ձգձգել, բայց վերջի վերջո աշխարհի համբերության բաժակը կլցվի։ Երկրորդը պահանջել անկախություն միայն ու միայն, այսինքն ուրիշ ոչ մի տարբերակ չընդունել կամ միացում Հայաստանին։ Սա նույն բանն է։ Ըստ էության, սա վերջնագիր է եւ այս դեպքում միջազգային սանկցիաները շատ ավելի ազդեցիկ եւ էֆեկտիվ կլինեն։ Պատերազմը եւ կարծում եմ անհնար է, որ Ղարաբաղը կարողանա ծնկի բերել Ադրբեջանին։ Դրա համար պետք է գրավի Բաքուն, ես ինչպես ասացի։ Եվ անգամ եթե փորձի ոչ թե Բաքուն մեկ շրջան էլ գրավել, աշխարհը դա թույլ չի տա։ Թույլ չի տա։ Կա սահման։ Սահմանից այն կողմ արդեն համբերությունը հատում է։ Մնում է երկու տարբերակ, դա մի տարբերակը հարցի փուլ առ փուլ լուծումն է, մյուսը փաթեթային լուծումը։ Եթե հարկ կա, ես կարող եմ մեկնաբանել։ Փաթեթային լուծում, նախ սկսեմ փաթեթային լուծումից, որովհետև փուլ առ փուլ արդեն դրա կարելի ասել ավելի երկարաձգված տարբերակն է։ Փուլ առ փուլը ենթադրում էր առաջին փաթեթայինը, այսինքն փաթեթայինը միաժամանակ լուծվում են, այսինքն
լուծվում են եւ գրավված տարածքների վերադարձման հարցը, բացի Լաչինի շրջանից, եւ խաղաղարար ուժերի տեղադրումը Ղարաբաղի ադրբեջանական սահմանին եւ շրջափակումների վերացումը եւ փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը եւ բուֆերային եւ անջատիչ գոտիների ստեղծումը Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանում, ոչ թռիչքային գոտիների ստեղծումը Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմաններում, դրանք շապազանց լայն գոտիներ են եւ այլն։ Սա ուրեմն մի մասն էր փաթեթային հարցի լուծման, մյուս մասը Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը։ Ղարաբաղի կարգավիճակը։ Ուրեմն սա լուծման մեկ մեթոդոլոգիան է եւ կրկնում եմ, գաղտնիք չեն բացի, առաջին անգամ այս համանախագահները ներկայացրել էին նման փաթեթային լուծման ծրագիր։ Առաջին մասի նկատմամբ ըստ էության ոչ ոք լուրջ տարաձայնություններ չուներ, երկրորդի նկատմամբ ուրեմն, այսինքն կարգավիճակի կտրականապես մերժելի էր Ղարաբաղի համար եւ նույնքան կտրականապես մերժվեց Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը թյուր տպավորություն է ստեղծում եւ կարծեք թե միջնորդներն շահագրգռված են այդ տպավորությունը տարածելու, որ իբր իրենք ընդունել են միջնորդների ներկայացրած առաջին ծրագիրը։ Այդպես չէ, Ադրբեջանը նույնքան կատեգորիկ կտրականապես մերժել է այդ ծրագիրը, ինչպես Լեռնային Ղարաբաղը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը ունեցել է շատ լուրջ վերապահումներ եւ այդ վերապահումները ներկայացրել է միջնորդներին։ Ըստ էության ինչ տեղի ունեցավ։ Միջնորդներն էլ համոզվեցին, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը եւ Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ունի իր սեփական պատկերացումը այդ կարգավիճակի մասին, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։ Այս հարցում բոլորը համոզվեցին։ Եվ ես կարծում եմ, ընտրվեց միակ իրատեսական մոտեցումը։ Եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման փուլ առ փուլ տարբերակը։ Այսինքն ըստ էության այդ փուլերը ընդգրկում են այն երկու բաղադրամասերը, որ կային փաթեթային լուծման ժամանակ, բայց իրարից հեռացվում են դրանք ժամանակի մեջ, այսինքն առաջին փուլում իրականացվում է այնինչ ես ասացի, իսկ կարգավիճակի հարցը ըստ էության հետաձգվում է մինչև այն ժամանակ, քանի դեռ չի իրականացել եւ չի կիրառվել առաջին փուլը։ Այսօր ես կարող եմ միջնորդների նոր առաջարկը դիտել որպես այս փուլ առ փուլ մոտեցման առաջարկ։ Չգիտեմ, ես չեմ ուզում շտապել, եղել են հայտարարություններ Ադրբեջանում, թե իբր նրանք արդեն ողջունել են եւ այլն, ես չեմ հավատում այդ ողջույններին, մինչեւ չլինի գրավոր պատասխանը, բայց պայմանավորվածություն կա, որ 2-3 շաբաթվա ընթացքում բոլոր կողմերը իրենց գրավոր կարծիքը պետք է հայտնեն միջնորդների այս վերջին առաջարկի վերաբերյալ։ Որից հետո միջնորդները, ես գտնում եմ,
կքննարկեն այս կարծիքները եւ եթե տեսնեն կողմերի մոտեցումները ավելի շատ ընդհանրություններ ունեն, իհարկե բացարձակ նույնություն չի կարող լինել, սա բնական է, նույնիսկ թռուցիկ հայացքով երևում է, որ կան լուրջ վերապահումներ եւ մենք էլ ստիպված պիտի լինենք վերապահումներ կատարել, բնական են բոլոր կողմերն էլ, բայց եթե միայն վերապահումներով սպառվի գործը, իսկ հիմնականում կողմերը ավելի շատ ընդհանրություններ դրսևորեն, ես վստահ եմ դա արդեն կդիտվի որպես բանակցությունների հիմք, ես խնդրում եմ ուշադրություն դարձնել այս բառի վրա, չշփոթել կարգավորման հիմքի հետ, թե մի բան է բանակցությունների հիմքը, մի այլ բան կարգավորման հիմքը, ես սա կարծում եմ այն միջոցն է, որը եւ միջնորդների գործն է թեթևացնում եւ հակամարտող կողմերի դեմքն է փրկում, նրանց հնարավորություն է տալիս եւ կառուցողականություն դրսեւորել, այսինքն սկսել բանակցությունները միանգամ եւ նաեւ լուրջ պարտավորություններ չվերցնել դեռևս դա ընդունելով որպես կարգավորման հիմք, որպես ընդհանրապես բանակցությունների հիմք։ Ահա եթե գտնվի այս ընդհանրությունների մի այնպիսի արդեն ինչպես ասում են քրիտիկական մասսա, որը հնարավորություն կտա սկսել բանակցությունները, ես կարծում եմ դա կհաջողվի։ Մի քիչ էլ համբերենք եւ մեկ ամսվա ընթացքում դա արդեն պարզ կլինի։ Արդյոք հաջողվում է այս առաջարկի իրականացումը, թե կրկին կողմերի տեսակետները այնքան հակադիր են, որ պետք է նորից մտածել եւ շարունակել այդ մակոկային դիվանագիտությունը, մինչեւ գտնվի այդ բանակցությունների հիմքը։ Շնորհակալություն։